Վերաքննիչ դատարանը նշեց, որ ինքը այլևս չի կարող փոխել Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը, քանի որ արդեն գործը թևակողել է հաջորդ վարույթ, այսինքն միջդատական վարույթից կամ նախաքննությունից դատաքննություն, եւ դրա հետ մեկտեղ նաեւ արձանագրեց հստակ Նարեկ Սամսոնյանի իրավունքների խախտում, արձանագրեց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ դեռևս նոյեմբերի 14-ին, այսինքն ձերբակալման իսկ օրը, հաջորդ օրը, երբ կայացվել է որոշում, այն եղել է նրա իրավունքների խախտմամբ եւ այդ օրը պետք է նշանակվեր ոչ թե բանտային, այլ տնային կալանք, որի հետ էլի մենք համաձայն չենք, մենք կարծում ենք առհասարակ այստեղ հանցանք չկա եւ առհասարակ որևէ խափանման միջոց պետք է չլիներ, բայց այնուհանդերձ վերաքննիչ դատարանը արձանագրել էր Նարեկ Սամսոնյանի իրավունքների խախտումը։ Եվ այս պայմաններում մենք ունեինք վստահություն, որտեղ հակառակ պրակտիկա ուղղակի գոյություն չունի, որ Արաչեհատյանի դատարանը չի կարող ուղղակի շարունակել բանտային կալանք։ Չի լինում այդպես։ Երբ որ իրավունքի խախտում է արձանագրված լինում, ուղղակի այդպես չի լինում։ Այն դեպքում, երբ որ նոր հանգամանքներ ուղղակի հայտ չէին եկել եւ իրական չէին կարող հայտ գալ։ Հրապարակային դատական նիստեր բոլորը ովքեր որ ցանկանան կարող են տեսնել դատախազի ելույթը, այն բացառապես վերաբերում էր այն նույն հանգամանքներին, որոնք որ նախապես ներկայացվել են, իհարկե ռիսկերը նաև նվազել են նախաքննությունից դատաքննություն տեղափոխվելու արդյունքում, բայց մեր համար անսպասելիորեն կայացվեց բանտային կալանքը 3 ամսով երկարաձգելու մասին որոշում եւ Նարեկ Սամսոնյանը տեղում հայտարարեց հացադուլի մասին։ Ուզում եմ հերթական անգամ, գուցե ավելորդ անգամ նշել, որ այդ որոշումը ոչ թե եղել է հախուռն եւ այդ պահին կայացված, այլ նախապես կայացված որոշում է եղել, գիտակցված որոշում է եղել, Նարեկ Սամսոնյանը որոշել է այս ծայրահեղ միջոցի դիմել, նաև հաշվի առնելով գործի աբսուրդայնության գերագույն աստիճանը։ Այդ մասով մենք ամբողջովին կիսում ենք, որ մենք գործ ունենք աբսուրդայնության գերագույն աստիճան ունեցող գործի հետ, որի պայմաններում Նարեկ Սամսոնյանին նկատմամբ կիրառվել է ամենածայրահեղ խափանման միջոցը։ Նա էլ դիմել է ամենածայրահեղ բողոքի գործողության։ Այսքանը գործի հետ կապված։ Մենք ստացանք դատարանի որոշումը, դատարանը իր որոշման մեջ շեշտադրել էր հանցանք կատարելու ռիսկը, սակայն դատողություններ էր արել, որոնք որ հենց հակառակի մասին են վկայում։ Մասնավորապես նշել էր, որ հաշվի է առնվում նախորդ փորձը, այնինչ նախորդ փորձը հաշվի առնելով լրիվ հակառակ որոշումը պետք է կայացվեր, որտեղ նախորդ փորձը բացառապես վերաբերում է նրան, որ ոչ թե նույնանման, այլ մոտ հատուկ եմ ուզում նշել, որտեղ հայհոյանք այս դեպքում ընդհանրապես չկա։ Հետույք բառի համար են մարդուն դատում։ Նախորդ վարույթով նրա նկատմամբ կիրառվել էր վարչական հսկողություն, արգելվել էր որոշակի խոսքի ազատության որոշակի դրսևորումներ եւ որևէ խախտում թույլ չէր տրվել։ Բայց եթե այդպես է նախորդ փորձը հաշվի առնելով, ինչու նույնը չի կատարվում։ Ինչևէ, իրավական մասով ասեմ, որ մենք բողոքարկելու ենք այս բոլոր որոշումները, բայց այստեղ հրատապությունը դրանով չի պայմանավորված, սա ուղղակի որպես նախաբան կարող եմ ասել։ Հրատապությունը պայմանավորված է առողջական վիճակով եւ ես հիմա ձայնեք փոխանցեմ Աստղիկին, Աստղիկը կներկայացնի առաջին դեմքով Նարեկի խոսքը այս հարցի հետ կապված, որից հետո արդեն մենք մեր դատողությունները կանենք եւ կնշենք թե ինչ ենք պատրաստվում անել